Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով Կիրակնորյա փոդքասթն է, ձեզ հետ են Կալիֆոռնիայից Աղասի Ենոքյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես միշտ մենք քննարկում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ։ Ճիշտ ասած, այս անգամ ես չէի ուզենա քննարկել այդ Իրանի պատերազմի թեման, որովհետև որտեղ մենք ավանդական է, չէ՞, մեր համար, այդտեղից է սկսվում, բայց ջրիկացել է լրիվ թեման, իսկապես արդեն անհասկանալի ասում եմ, ես հաղթել եմ, բայց դեռ պետք է հաղթեմ եւ այլ, բայց երևի կարևոր էր թեկուզ դրա հետ կապված, ուրեմն Թրամփի այցը Սի Ցինպինին, ուրեմն Պեկին, հա, որը չգիտեմ, բավականին հետաքրքիր, բավականին իրարամերժ հետևությունների բերեց։ Ամեն դեպքում, երբ որ Թրամփը եկավ իշխանության, նա հայտարարեց, որ պետք է ուրեմն Չինաստանին ծնկի բերի, իսկ հիմա կարծես թե գնաց ուրեմն այնտեղ եւ ինքը գնաց շատ լուրջ զիջումների եւ պատճառը երևի այն էր, այսինքն որ այդ մասին խոսվեց, որ Չինաստանը խոստացել է, որ Իրանին չի աջակցի գոնե ռազմական առումով։ Այնպես որ Միացյալ Նահանգներում դրա հետ կապված հիմնական ուրեմն թեման, հիմնական արձագանքը այն էր, որ այս բանակցություններում Ամերիկան պարտվեց։ Եվ իհարկե այն ինչ հաջողություններ, որ այնուամենայնիվ ձեռք է բերել Թրամփը, կարծես թե դրանք կարող են թուլացվել կամ անգամ զրոյացվել անմիջապես դրան հաջորդող Պուտինի այցով, որը որ կայանալու է փաստորեն մոտ օրերս։ Ես կարծում եմ այսքանով կարելի է համառոտ եզրափակել միջազգային թեման, հա, մանավանդ որ Հայաստանում գնում է շատ դաժան, կոպիտ, չգիտեմ, գռեհիկ ընտրապայքար եւ որ ասում եմ դաժան ու գռեհիկ առաջին նկատի ունեմ իշխանության տարած ընտրապայքարը, հա, որ չգիտեմ վարչական պատասխանատվության ենթակա հոդվածի համար մարդ են բռնում եւ ըստ էության հասցնում մահվան, հա, դու ավելի լավ գիտես։ Ինչ ասես չի լինում, ես ուզում եմ այդ մասով մի քանի այդ իրավապաշտպանական օրակարգի խոսել։ Դե մենք բոլորս էլ գիտենք, որ 20 ուժ է մասնակցում այս ընտրություններին, 19-ը պաշտոնապես եւ 20-րդը իրավապահ համակարգ դաշինքը, որը լծված է իշխող քաղաքական ուժի, քաղաքացիական պայմանագրի, ուրեմն շահերի սպասարկմանը։ Նա ինքնուրույն ոնց որ ոչ թե ինքնուրույն, այլ առանձին նույն ծավալով իրականացնում է գրեթե քարոզչական, կարելի ասել, գործունեություն, որովհետեւ այսքան բիրտ ձևով միջամտել ընտրապայքարին, դա միայն քաղաքական ուժերը կարող են անել եւ իրավապահ համակարգը հիմա այդ է անում։ Փաստացի նման բան երբեք չի եղել, ուղղակի չի եղել, ես պատրաստ եմ ցանկացածի հետ այս հարցով բանավիճել, անգամ այն սկզբնական շրջանում Հայաստանի Հանրապետության, երբ որ իրավագիտակցությունը շատ ավելի ցածր էր, քան հիմա։ Ես երկու բանի մասին եմ ուզում այստեղ խոսել։ Առաջինը իսկապես երեք ալեկոծվեց թե համացանցը, թե բոլորիս ընկերական շրջապատները եւ այլն, որ քննարկում են մարդիկ այդ ինքնասպանության դեպքը, ես ասեմ իրավական բաղադրիչ այստեղ կա, դա այն է, որ պաստառ պոկելը որևէ կերպ երբեք չի դիտարկվել եւ չի կարող դիտարկվել որպես հանցագործություն, թեև այն խախտում է, իսկապես խախտում է եւ նախատեսված է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի օրենքով, ըստ էության միշտ է նախատեսված եղել, կամ երկար ժամանակ է նախատեսված եղել եւ նախատեսված է վարչական տուգանք։ Եվ դրա համար քրեական վարույթ նախաձեռնել, այսինքն մարդուն 72 ժամով ձերբակալել, այսինքն խափանամիջոցի հարց լուծել, այսինքն մեղադրյալ առանց այս կոմենքով դες բաներ ուղղակի չի կարող լինել։ Առավելագույնը 3 ժամվա վարչական ձերբակալում կարող է լինել, դա էլ առավելագույնը։ Զուտ լրացնելու համար այդ վարչական պատասխանատվության ակտը, որը էլի փոքր գումար չի, բայց ամեն դեպքում քրեական չի 50-ից 100 000 դրամ չափով։
վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11, 40.12 հոդվածներն են։ Եվ առաջի դեպքը չէր, մենք չզարմացանք, մենք 5 իրավապաշտպաններով 3 հայտարարություն արեցինք, բայց մենք չզարմացանք, որտեղ իհարկե ոչ այդպիսի ողբերգական ավարտով, բայց դեպք ենք մենք ականատես եղել նաև նախորդ օրը։ Ես հիվանդանոցում էի, ճիշտ ասած, այտենց գտնվում այդ պահին չէի կարող դուրս գալ, զանգ եմ ստանում անծանոթ համարից, անծանոթ տիկնոջից, որ ճիշտ ասած բան եմ արել, խաչ եմ քաշել Նիկոլ Փաշինյանի պաստառի վրա, ինձ այս պահին ոստիկանները ձերբակալում են, ինչ անեմ։ Ասում եմ ինչ անեք, ամեն դեպքում մի քանի իրավունք են բացատրում, ասում եմ դա վարչական պատասխանատվություն ենթադրող արարք է, առավելագույնը 3 ժամ կարող են պահել, բայց դե հայտնի անեկդոտի պես ասում եմ արջը բեջորա կենթանի է, թռավ։ Հիմա եթե հանկարծ դրանից ավելի ձեզ պահեն, իմ համարը հիշեք, զանգահարեք, փորձենք ինչ-որ մի բանով օգնել։ Հասցրեց ընդամենը այն ասել, որ ազգականները այստեղ այս պահին չունի եւ այդպես մենակ կին է, էլի։ 4 ժամ անցավ, 5 ժամ անցավ, չի զանգում, ես եմ զանգում, համարը անջատած, այդպես մոտ 8 ժամ սպասեցի, հետո գրառում արեցի համացանցով, այն մտքով, որ ինչ որ տեղից կարողանանք գտնել։ 20 րոպե հետո, 15-20 րոպե հետո զանգ ստացա քննիչից, որը հեռախոսը փոխանցեց տիկնոջը, որը ինձ տեղեկացրեց, որ այսքան ժամանակ եղել է անազատության մեջ, եւ այդ պահին իրեն ազատ են արձակում։ Ես չգիտեմ իմ գրառումը ինչ դեր է տեղ ունեցել, բայց ամեն դեպքում փաստերը հաջորդաբար ներկայացնում եմ։ Եվ երբ տեսանք տիկնոջը, որպեսզի ճանապարհենք տուն, հեռախոսն էին վերցրել, բան էին արել, դա էլ, տեսեք, վարչականի դեպքում դա էլ չեն կարող մեծ հաշվով անել։ Տեսանք, որ փաստորեն քրեական վարույթ են նախաձեռնել ընտրարշավին խոչընդոտելու հոդվածով։ Ինչի մասին է խոսքը։ Եթե արարքը ուղիղ նկարագրված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Եվ երբ որ հաջորդ օրը մենք տեղեկացանք այդ մյուս դեպքի մասին, մենք շատ չզարմացանք, որովհետև նախորդ օրն ենք, հենց բուկվալնի նախորդ օրն ենք տեսել։ Ու այն էլ ասեմ, շատ աչքիս ընկնում, որ ընդդիմադիր տարբեր ուժերի պաստառներ են պոկում, պոկած է լինում, կամերաների տակ է այդ ամեն ինչ լինում, բայց ոչ մի ռեակցիա չկա եւ վստահ եմ որևէ մեկին չեն ձերբակալել, մտնելով են չի անցել։ Կներես, քեզ ընդհատեմ էլի, մի բանով։ Դու ասում ես, այդտեղ քրեական որևէ պահ չկա։ Իսկ ինքնասպանության հասցնելու հոդվածով է այդտեղ քրեական։ Ինչ վերաբերում է ինքնասպանության հասցնելու, չէ, քրեական բան չկա պաստառ պոկելու մեջ։ Այս ոստիկանների համար եմ ասում, ես Հիմա ոստիկանների համար, մենք երեք մեր հայտարարության մեջ հստակ քրեական օրենսգրքի հոդվածով նշել ենք, որ սա ծանր հանցագործություն է, ակնհայտ ապօրինի ձերբակալելը, տեսեք, սա ակնհայտ ապօրինի ձերբակալություն է, եթե դու չես կարող քրեական վարույթ նախաձեռնել, դու ո՞նց կարաս ձերբակալես։ Ակնհայտ ապօրինի ձերբակալելը, որը հանգեցրել է ծանր հետևանքների, այդ թվում մարդու ինքնասպանության։ Մինչև 8 տարի նախատեսող հոդվածը, իհարկե շատ քիչ է այդ 8 տարին, բայց ամեն դեպքում դա ծանր հանցագործություն է։ Որևէ վարույթ այս ուղղությամբ իհարկե չի լինի։ Աղաս ջան, դու որտե՞ղ ես ապրում, կարող Ամերիկայում ես ապրում։ No, հա։ Վերջին ընթացքում, հա։ Քրեական վարույթ։ Այս բոլոր քրեական վարույթները հետո են լինելու, այսօր չեն լինելու, այսօր պետք է մենք ընդհանրապես ֆիքսել։ Լավ, այդ կամ այդ որ ասում ես խոչընդոտել, հիմա ընդհանրենք Պապիկյան ուրեմն քարոզարշավը անում եւ ուրեմն հանդիպում է մեկ ուրիշ քաղաքական ուժի քարոզարշավի, որը որ նրա քաղաքական հակառակորդի անունն է ուրեմն վանկարկում։ Երբ որ ասում է հələ քշի սրանց վրով գնա, դա ի՞նչ է։ Դա ինչ է։ Դա է նա, որ արդեն այնքան են հաբրգել, որ տենց հիմա մենք ես ճիշտ չեմ համարում մենք դնենք ամեն մի քայլը քրեական ուրեմն քրեաիրավական գնահատական տակ, որտեվ ես կարծում եմ, որ սա կազմակերպված հանցավոր խումբ կարելի է արդեն համարել ԿՊ-ին, որի գործիքներից մեկը նաև ցավոք սրտի դարել է իրավապահ համակարգը կոնկրետ ներկայացուցիչների մասով, ոչ ամբողջ համակարգը, եւ ընդ որում ես կարող եմ ասել, որ նես չի, որ այդ մարդիկ տենց ոգևորված են կատարում այդ հրահանգները։ Դրա պատճառով էլ օրինակ մենք ունենք դեպք, որ մանկապակցության 2 ամիս ոչ մի բան չեն անում, որտեղ քաղաքական գործերով են։ Այսինքն այսօր մեր իրավապահ համակարգը, որ ասում են օրինակ ոստիկանություն, արխային կարելի է կողքը դնել քաղաքական ոստիկանություն։ Այսինքն մենք չունենք ոստիկանություն, բայց ունենք քաղաքական ոստիկանություն։ Այն երկրները, որոնք ունեն քաղաքական ոստիկանություն, նաև ունեն քրեական ոստիկանություն։ Մեր մոտ դե ֆակտո չունենք քրեական ոստիկանություն, ունենք քաղաքական ոստիկանություն։ Հանցավորության դեմ պայքարը այնքան
վատ վիճակում է, որ էլ ասելու չի։ Ես կարող եմ խառնում եմ դա այդ քաղաքական ոստիկանությունը գեստապո չէր կոչվում։ Քաղաքական ոստիկանությունը ֆաշիստական Գերմանիայում գեստապո էր կոչվում, դրանից հետո GDR-ում շտազի էր կոչվում, եթե չեմ սխալվում, չէ՞ այդպես տարբեր անուններ Այս վիճակին ենք եկել խոսել, էլի։ Ու գիտես, ես ակնարկեց ուրեմն Նիկոլային խոսակցությունը, որ դիմում էր Սամվել Կարապետյանին, ասում էր դու դա պետության համակը տեսնես կոկորտին, հա։ Սա է պետությունը։ Ես այն բանը ինչպես ավակներ կարծեմ, չէ՞, բանի մենք եք մեր սայերը ֆիլմում ասում ենք։ Դու արա սա է պետությունը, որ պետության հացը ուտում է, ուրեմն պետություն, հա։ Ինչ են անում պետություն։ Այսինքն որ դու պետության հաշվին ես ապրում, Նիկոլ Փաշինյան, դու դարար պետություն։ Եվ ուզում ես շարունակել պետության հաշվին ապրել, ուզում ես շարունակել ուրեմն քաղաքացիների տված փողերով ապրել։ Այսօր էլ ախրանիկի վրա էր մուննատ գալի։ Անկապ էլի։ Հա, տենց ախրանիկի վրա գիտես, նայ, այս ամեն ինչը նաև իմ կարծիքով նրա մասին է խոսում, որ իրանք լավ բոլորիցս լավ իհարկե գիտեն, որտեվ արդեն որի դեպքն եմ լսում, որ տենց գալիս են հերթով դռնեդուր, ֆիքսում են, բուկլետ են տալիս, ով որ չի վերցնում, մոտները նշում են, որ ահա սա մերոնքական չի։ Իսկ թվում է իրանք շատ լավ գիտեն պատկերը, ոչ թե տենց ընտրանքը իրանց 1000 հոգինա կամ 2000 հոգինա, ինչպես այսօրվա սոցիոլոգիական հարցումների դեպքում, ասում կարող է մաքսիմում 5000 լինի, չէ՞, ընտրանքը։ Այլ 100,000-ներն են, 100,000-ներ են իրանց ընտրանքը, 100,000-ներով իրանք գիտեն, հետևաբար շատ լավ պատկերացնում են, որ իրանց վիճակը այնքան էլ լավ չի։ Չեմ ասում, որ տենց միանշանակ խայտարակ վիճակ է իրանց, չէ, ես տես չի ասի, բայց այնքան էլ լավ չի։ Դրա համար ստիպված տարբեր դաղալությունների են դիմում, տարբեր այլանդակությունների են դիմում, ընդդիմախոսների բերանը փակելու են դիմում։ Ես քեզ ասեմ, գիտես, միշտ ուրեմն եղել է մի զսպող գործիք, հա, դա եղել է ուրեմն միջազգային կարծիքը, չէ՞։ Այո։ Հիմա այսօր Եվրոպայի կամ չգիտեմ, Արևմուտքի միջազգային կարծիքը անկախ նրանից թե ինչ է անելու Նիկոլը իր կողմն է, մարդ են սպանում, միևնույնն է, որևէ արձագանք չկա։ Սա իրականում պետության կողմից մարդ սպանել է այդ մարդու ինքնասպանությունը։ Մենք իրականում չգիտենք ինչ ա եղել։ Անկամ իրանց պաշտոնական վարկածի դեպքում է մարդ սպանել։ Հա։ Իսկ Ռուսաստանից կարող է արձագանք լինի, դե կասեն ուրեմն բանա, ինչ է։ Ահա, հիբրիդային ռուսամոլները, հա, իրանց կադրերն էին եւ այլ։ Դες մի ուրիշ հետաքրքիր բան եղավ, ինչ որ չեմ հիշում, լրագրողներից թե կուսակցություններից էր հարցում արել արտգործնախարարությանը, թե այդ հիբրիդային պայքարի դեմ Եվրոպան 15 միլիոն դոլար է, եվրո է հատկացնել, հա։ Ինչի վրա է ծախսում այդ փողերը։ Այո։ Լսել ես դա, պատասխանը լսել ես։ Չէ։ Ագնան ասելա չգիտենք։ Դու պատկերացնում ես ինչ վիճակ, սա պետությունն է։ Սա այն բարտակն է, որ ուրեմն 15 միլիոն մտնում է քո երկիր, ու դու չգիտես մտնում է ընդ որում քարոզչական քաղաքական նպատակով ակնհայտ։ Իսկ կարող է Ֆիննախին հարցնեն։ Ես չգիտեմ, կարող է նաև բնապահպանության նախարարությանը հարցնել։ Արտգործնախարարությունը չի իմանում, թե դրսից, հա, ինչ են անում այդ սա պետություն, հա։ Նայ, ես իրաց քաղաքականությունն եմ ուզում քիչ շատից ուրվագծել իմ այնքան էլ շատ չհասկացող քաղաքականություն շատ չհասկացող մարդու աչքերով։ Օրինակ իմ պաշտպանյալը, որ անազատության մեջ հայտնվեց, խայտարակ ձևով եւ ուղղակի ամոթալի է, էլի, որ տենց նոր քաղբանտարկյալ ունեցանք, Արտակ Ավետիսյանի մասին է խոսքը, սովորական Շենգավիթի տղա, որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չի, որը ընդամենը մտավ եթեր, դատարանում շատ լավ ինքը բացատրեց, ասեց, ես տեսա, թե ինչպես էր Նիկոլը ատելության քարոզ անում, ինչպիսի խոսքեր, նո այդ բառերը չօգտագործեց, այդ ինչպիսի խոսքեր էր օգտագործում իր անդիմախոսների նկատմամբ, վրդովվեցի, ասեցի, մոտարապես իր ոճով իրան պատասխանեմ։ Բռնեցին անունը վերեցին ատելության խոսք, եւ вообще բան չկար մեջը։ Աղաս, ուրեմն Ամերիկայից մի մտերիմ ունեմ, իրավաբան, դե ես էլ տենց ուղարկում եմ, որ հասկանամ, էլի, տենց կարող է ես եմ կորցրել իմ, այսպես ասած, իրավաբանական նյութը, բան, դե ամեն դեպքում։ Հիմա ուղարկեցի զայնագրությունը Արտակի։ Ասացի մի հատ խնդրում եմ, նայ տես կարծիքդ որն է, կարող ասա все-таки ատելության խոսքին մոտ ինչ որ մի բան է։ Մեկ էլ հետ է գրում, ասում է, դե ուղարկի, ասում եմ, դե ուղարկել եմ։ Վերևում է, էլի, որ տեսել է նայել է։
Ասում դա նայեցի դա հաստատ սխալ բան ես ուղարկել, ճիշտ է ուղարկել, ասում չէ այ մարդ էսա, ասում ոնց թե էսա, ասում դե հա էսա էլի, ասում բայց դա ինչ կա որ вообще ատելության խոսքին вообще մոտ չի էլի, ինչի մասին է խոսքը, զավեշտ էր էլի, ասում այդ աշճան ասել էր արի ինչ էր ասել այնտեղ ասել էր արի հիմա ես չեմ ուզում վերարտադրեմ որտեվ ինքը անես չի որ ես իրա հարցնում ենք ասում ենք լավ էս իրա 6 րոպեանոց լայվի որ բառերն են բան մի բառ է տեղ օգտագործում սայով սկսվող որը որ շատ հաճախ է քաղաքական դիսկուրսում օգտագործվում եւ այստեղ էլ ինքը դա ոչ թե որպես վիրավորանք, վիրավորական բաղադրիչ, օքեյ, չենք ասում չկա, բայց ատելության խոսքը վիրավորանքը եւ շատ տարբեր բաներ են։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր է վիրավորում հազարավոր մարդկանց։ Օրինակ այն օրը բոլոր Ռոբերտ Քոչարյան անունը կրող մարդկանց էր վիրավորում, ոչ թե երկրորդ նախագահին, էլի, ասում էր Ռոբերտը եւ Քոչարյանը ինքնին առանձին վերցված նորմալ անունն ու ազգանուն են, բայց որ միասին են ու տենց վիրավորական արտահայտություն, էլի, ասինքն մեր երկրում 40-ից ավել Ռոբերտ Քոչարյանով, ուզում ասեմ, անում ամեն օր է վիրավորում, բայց վիրավորանքի խնդիրը չի։ Բայց երկրի ղեկավարը, որից որ դժգոհ են մարդիկ, պարզ չի որ կոշտ քննադատության իրավունքը որտեղ է խոսքի ազատությունը։ Այդ դեպքում։ Այսինքն խոսքի ազատությունը որն է կենացներ ասելու ազատությունն է, խոսքի ազատությունը մենակ այնա որ այն տես կիսա բեմադրած կամ չբեմադրած են որ մոտենում են գովաբանում են դա։ Մի սովետական անեկդոտ կար, որ ասում է բան Բրեժնևն ու չգիտեմ Ռեյգանը ասենք, չէ Ռեյգանը չէ, ով էր դա, Ֆորդը հանդիպում են իրար, ասում են բա որն է խոսքի ազատությունը, այս Ֆորդը ասում է դե օրինակ կարող է մեր քաղաքացին գա ուրեմն սպիտակ տան մոտ ու հայհոյի ինձ։ Ֆորդն Ամերիկայի նախագահ է։ Բրեժնևը ասում էր մոտ էլ է խոսքի ազատություն։ Մեր քաղաքացին կարող է գա Կրեմլի մոտ ու հայհոյի Ամերիկայի նախագահ է։ Հիմա այս վիճակը մեկին մեկ այդ նույն վիճակն է։ Խոսքի ազատությունը մարդկանց Պասկալը չէ հայհոյում, ինքը միտք է հայտնում, ասում է դու որպես երկրի ղեկավար քարոզարշավ անում ես որ ինչ քո գործերը պետք է քո փոխարեն քարոզարշավ անեն։ Կամ ընտրվի շարունակի կամ էլ մի ինտերվյու հեռացի այստեղից, հեռացի փոխարեն ճանաչի կոշտ բառ օգտագործի։ Ինչ այս ամբողջ ընթացքում ես չգիտեմ, ընտրակաշարքի նման ինչ որ բան է, հա, ուրեմն այս ամբողջ ընթացքում մանկապարտեզներ չեք սարքել, հիմա որոշեցիք սարքել, չգիտեմ, ասֆալտ չեք արել, հիմա որոշեցիք անձրևի։ Բյուջեի մեջ չեք դրել թոշակների բարձրացում, մեկ էլ ընտրությունից 2 ամիս առաջ ֆարներով մեկ թոշակ ենք բարձրացնում։ Առողջապահությունը, լսի, դա ամենախայտառակ բանն է, այսինքն գումա այդ մեր երեխեքի եւ թորների հաշվին այս պահին անվճար այդ ըստեյության անվճար բան է։ Ամեն ինչը ես ասում եմ, ամեն ինչը պարտքերի հաշվին է, հասկանում ես։ Պարտքերի հաշվին է մեկ, բայց ես քեզ ասեմ, չասեմ կոլապս, բայց խայտարակ վիճակ է հիվանդանոցներում։ Այսինքն բժիշկները գեր ծանրաբեռնված են ու ես ոնց հասկանում եմ այդ որևէ կերպ իրենց եկամուտները դրանից չեն էլ ավելանում այդ գեր ծանրաբեռնվածությանը գորա էլի սենց ասած։ Ու ամենախայտառակը իմ կարծիքով էլ այդ ալկոմանիան է, որ հիմա Հայաստանում է, հա, փաստորեն ինչ որ գինու փառատոններ իրար վրա ալկոմանիան։ Ալկոմանիան, հա։ Հա։ Գինու փառատոններ, ինչ որ քաղաքացու օրվա հետ կապված ինչ որ ուտել խմելներ եւ վերջում էլ ասում է խմած վարորդներին ուրեմն պետքա թողնենք, որ նորից էլի քշեն մեքենաները։ Գիտես, սա պետությունն է, հա, որ ուրեմն որոշում է ընդունում, մնաց ոտի վրա, որ դավայցի Թե սա ընտրակաշարք։ Դե ակնհայտ ընտրակաշարք է սա, բայց հարցը որն է, հարցը այն է, որ քաղաքականությունն էլ ողջամիտ կարող է լինել։ Օրինակ ես այդ մոտեցմանը համաձայն չեմ եւ շատ շատերը համաձայն չեն։ Այսինքն ինչ նշանակում առանց քննություն հանձնելու մարդկանց վարորդական իրավունքը վերադարձնել նորմալ չի էլի դա։ Լավ, ինչևէ Օրինակ ըստ քեզ այս ընթացքում այս շաբաթվա մեջ ամենաաշխի ընկնող էպիզոդները քարոզարշավի որոնք էին։ Դե ինձ օրինակ այդ բանը շատ նեղվեցի, որ ասում է քշի մարդկանց վրա եւ գնալ, ճիշտ ասած։ Դա այլադարձություն է, չի քննարկվում, հա։ Սարսափելի բան է, ես չգիտեմ։ Աշիր քաղաքում։ Հա, այդ համբալաբուծությունն է, համբալի շուրջ ինչ որ բազարներ է, թե ով է համբալը ինչ հասկանում ես, քաղաքական դիսկուրսի իջացնել այդ մակարդակի, չգիտեմ ինչ ասեմ։ Ինձ օրինակ քեֆս բերեց այն մարդը այն խարութի, որ մտավ, ասպա ոցեք, ասպա վատեպ, ասպա իջի, ասպա ցես տեսա դրա բարել վատեպ, Նիկոլը որ մտել էր խարութը։ Այդ բաները, ինչա այդ
կրծքանշանները բոլորի զորով տալը, բուկլետ, չգիտեմ, դու հասկանում ես, եթե ինչ-որ մի այլ ուժ այդ կրծքանշաններ տար, հա, հաստատ նրանց բան էին արել, ընտրակաշառքի համար տարել էին, կամ պեչենիներ տար։ Պեչերիներ են տալի։ Բա պեչենիներ էլ տալիս, չէ, երեխեքին ասում եմ, բալիկներ, վերցրեք այս պեչենիները, լավ է, եկել եք, դասից փախել եք, հիմա գնացեք ձեր դասատուին, ասեք, որ վերադարձել եք։ Ասի, նոնսենս է։ Իմ ասածը հետևյալն է։ Արդյոք սա կարելի է կոչել ընտրարշավ։ Արդյոք այն ինչ որ լինելու է հիմա կարելի է կոչել ընտրություններ։ Չէ, այստեղ մի կարևոր բան կա, մենք մոռացանք այս շաբաթվա հակառակ կարևորագույն բացահայտումը, որը որևէ քրեաիրավական հետևանք չունեցավ։ Թաթոյանի բացահայտումը, հիշում ես այդ ձայնագրությունը։ Հա։ Շատ կարևոր էր, դա անչափ կարևոր էր։ Ընդ որում ակնհայտ է, որ անընդհատ են այս դեպքեր լինում, ուղղակի այդ մեկն է, որ ընկել է մարդկանց ձեռքը։ Այնքան բնորոշ էր այդ խոսքերը, որ այդ ուսուցիչը ասում էր, ԿՊ-ական ոնց որ թե հավաքանու անդամ։ Քաղաքներից մեկում պետք է հանդիպում լիներ, ոյսա ոնց որ թե թողնում իր ուսանողներին, ասում վաղը մի մարդու պես էս ինչ ժամին եկեք, լավ ասում հերո գյուղերում ապրողները, օքեյ, դրանք կարողա չգան, բայց դե ովքեր որ քաղաքում են ապրում, դա բան չի, անպայման, որպեսզի դուք իմ մոտ բանը պարզերես լինեք, որ ես էլ իմ ղեկավարների մոտ պարզերես լինեմ։ Ու ընդեղ ակնհայտ է, որ ինչ որ երեխեքից մեկը ասում, բայց մի վարքյան, դա Նիկոլ Փաշինյանի բանը չի, նախընտրական ես իմիջը չի, պատասխանը հիշում ես ինչ էր։ Փայլուներ է պրոստը։ Չքաղաքականացրեք։ Ասում եմ մի քաղաքականացրեք։ Ֆանտաստիկ է, այսինքն դա իրանց ռազմավարության հիմքն է, մի քաղաքականացրեք։ Արցախը տալիս եք, մի քաղաքականացրեք։ Երկիրը դարձնում ենք Ադրբեջանի ստրուկ, մի քաղաքականացրեք։ Հողերը տալիս եք, մի քաղաքականացրեք։ Այդքան զոհ ենք ունենում, մի քաղաք։ Բա այն կանոչ հետ խոսալ են զոհված երեխու մոր հետ խոսալը։ Մոր հետ, հա։ Սարսափ։ Այսինքն հենց այդ ամբողջ շղթայի մեջ մի հոգի ինդիմադիր հայացներով մարդ կար, որ իսկի չեն էլ կանչած եղել հարցաքննության այդ գործով է, այդ ամբողջ, այնտեղ չգիտեմ, գումարտակ, գունդ, ես շատ իմանամ կորպուս եւ այլն, մեկը հրամանատար, մեկը շտաբի պետ, մեկը ինչ, մեկը ինչ։ Այդ մարդուն ընդհանրապես չեն էլ հարցեր տվել, որտեղ իր անմիջական պատասխանատվությունը չի էլի։ Մի հոգի ինդիմադիր հայացներ ունեցող մարդ եղել, ասում ախ եկեք չեք գնում նրա մոտ։ Եկեք իմ մոտ եկել։ Պատկերացնում ես պատասխանատվությունը ուրիշի վրա թողնելու վարպետության աշճանը։ Ես գիտես ինչ եմ ուզում ասեմ, արդեն այսօր կարելի է համարել ընտրությունները կեղծված։ Արդեն այսօր ես կարծում եմ, որ պետք է գողացված, կեղծված մի ասա, գողացված։ Մեզնից ընտրությունները ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե գողանում են այս մարդիկ։ Այո։ Եվ կարծում եմ արդեն այսօր ընտրարշավի փոխարեն պետք է լինեն բողոքի ցույցերը ընտրակեղծիքների խայտառակության դեմ։ Դու այդ դեպքերը հիշեցիր, ես մի հատ ուրիշ դեպք եմ ուզում հիշել։ Խիստ նիկոլական, հա, պատճառների մասին հետո խոսանք Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը այն մասին, որ ասենք այդ Աննայի հիմնադրամը անօրինական բան արել, քարոզչություն արել։ Դրան ինչ հետևեց։ Շատ բարձր մակարդակով, հա։ Դրա նպատակը ուրիշ էր, դրա նպատակն էր, այսինքն մի հատ այստեղ հայտարարություն անում, որ հետո ինքը ասի դու այդ դրության վրա ուշադրություն չդարձրեցի։ Իրանք իմանալով, իրանք նախապես հասկանալով այս խնդիրը, իմ կարծիքով, Դանիելը շատ այտենց խորամանկ դրույք արեց։ Ինքը ասեց, սա խախտում է, բայց քրեական չի, սա վարչական է։ Դրա համար ինքը դիմել է դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու, որովհետև ասում է ասոցիացիան կա, բայց այնուհանդերձ դա այտենց բարեգործություն չի դասական առումով, էլի։ Ինչ եղավ այդ վարչական։ Օրինակ ես չեմ բացառում, որ վաղը մյուսօր մեկ էլ ասեն թուղթը ցույց տար, ասեն տեսեք վարչական պատասխանատվության են ենթարկել, բայց հենց էս է հարցը։ Այստեղ ես իրականում քրեական եմ տեսնում, երբ որ պետք է քրեական լինի վարչական են անունը դնում, չգիտենք այս բան գոնե վարչական դրել են թե չէ, բայց իմ կարծիքով դրել են, դրա վրա շատ չֆիքսվենք։ Իսկ երբ որ ուղիղ վարչական է, որ վարչական օրենսգրքում բառացի գրած է նախընտրական, պաստառներ, ջնջելը, գրառումներ վրան կատարելը, պոկելը, այս ինչ անելը, այն ինչ անելը, ճղելը, ուղիղ վարչականը քրեական գործ են հարուցում, քրեական վարույթ են նախաձեռնում։ Աբսուրդ է դա, էլի պրոստը։ Չգիտեմ, ինչ որ բանի մեջ ընկած, կրկնեմ,
կողմերը շարունակում են խաղը ուրեմն այդ մի շրջանից մի շրջան գնալն է, հա, այնտեղ լավ բաներ ասելն է, Նիկոլը շարունակում է իր խաղը, այսինքն օգտագործում է ողջ վարչական ռեսուրսը ապահովելու իր միտինգների համար մարդիկ, Քաղաքականացնելու, այս է ուշադրությունը։ ահա, չքաղաքականացնելու օգտագործում է ողջ այդ ոստիկանական քննչական ապարատը, ուրեմն իր դիմադիրներին Որպես 20-րդ բան էլի, այդպես ընտրություններին մասնակցող 20-րդ ուժ էլի։ Կորսեի հիմնական ուժ։ Դե հա, հիմա թիվը կարևոր չի։ Այս ամեն ինչը շարունակում է եւ չգիտեմ ինչի, ուրեմն բոլորը մնում են այս խաղականների մեջ չեն ուզում դուրս գալ սրանից, փորձեն ուրիշ, չգիտեմ, ուրիշ պարադիգմա առաջ քաշել այստեղ։ Դե ես լավ չեմ պատկերացնում իրականում այն ինչ որ դու ասում ես որ դադարեցնեն քարոզարշավը անցնեն բողոքի ցույցերը։ Չեմ ասում դադարեցնեն, ասեմ։ Հա, բայց կամաց պետք է այդ ճանապարհին գնալ, որովհետեւ իսկապես օր-օրի շատ կներեք այդ բարամար հաբրգում են, էլի։ Օր-օրի հաբրգում են։ Եվ տես ամեն քայլափոխն են որպես կաշառք, ասենք այդ նույն պարադը։ Այդ պարադը դուք երբ եք մայիսի 28-ին պարադ արել։ Հա։ Ես մի հատ օրինակ բերեմ, էլի։ Ես Ֆրանսիայից վարձած բաները, հա, բերելու զինատեսակներ բերելու Չգիտեմ էլ դա ինչ զինատեսակներ են, դա ինչ է այս բարոյական լքված բանակին, որ ումով են այդ բանակը դաստիարակում են հերոսները, ումով են դաստիարակում։ Չգիտեմ, ես չգիտեմ вообще ինչ է այնտեղ կատարվում, բայց իհարկե ես մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, Արցախում մի աշխատելիս մի տենց իրավիճակի մեջ ընկանք, երբ բավական նուրբ հարցով համաներում հայտարարվեց, չէ, համաներում ոչ թե համաներում հայտարարվեց, այլ համաներմամբ ինչ որ մարդիկ ազատվեցին պատժից։ Նուրբ հարց էր։ Եվ աղմուկ բարձրացավ, բա ինչի են ազատել, բան դա հատուկ արվել եւ այլն, եւ ես որ հարցում արեցի, բերեցին ցույց տվեցին, ասացին ժողովուրդ, անկախության տարեդարձներին 5 տարին մեկ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա 5-ամյակ, 10-ամյակ, 15-20 տվյալ դեպքում 25-ն էր, երբ որ ես այնտեղ էի 91-ին 25, 9, հա էլի 25-ն էր 5 տարին մեկ մենք համաներում ենք անում Так что ինչ եք ուզում մեզնից, այսինքն սա նորմալ բնականոն բան է։ Հիմա այս նույն տրամաբանությունը բերեմ այստեղ, որ ամսի 28-ին դուք պարադ եք անում, այդ երբ եք պարադ արել։ Էն էլ կլոր տարի էլ չի, որ ասես առաջի հանրապետության կլոր տարին է, ասենք, չգիտեմ, 90-ամյակն է, 100-ամյակն է, քանի ամյակն է, 100 ինչն է, 108 տարի, 108 տարին է։ 106 տարին էլ չի, որ ասենք այդ ձեր 16-ի հետ այդպես կլոր եք սարքել բացեցել։ Իրականում ոչ մի կերպ չես կարող դա բացատրել որպես դաղալություն, որպես անհավասար պայմաններ եւ այլն։ Էլ չեմ ասում էլ այն ժամանակ դեսպաններ, դեսպանատներն այն ախրանայի մի երկու հոգի հիմա ամբողջությամբ ախրանայի, ամբողջ ախրանայի հետ ինչ որ հանձնարարություններ է տալի, բան է անում։ Աբսուրդ է դա անհավասար ընտրարշավի դասագրքային օրինակ կարելի է վերցնել ու ցանկացած երկրում ցույց տալ թե ինչ է նշանակում ապօրինություն, ինչ է նշանակում անհավասար պայմաններ։ Չգիտեմ, հիմա ասեմ ամեն դեպքում բան է, մարազմը ամեն օր գնալով ավելանում է։ Հասկանում ես, լուծում չեմ տեսնում հիմա։ Չէ, այտենց լուծում չեմ տեսնում, ես որ տենց ասեմ, լուծում նրան, որ ոնց կարելի է նենց անել, որ իրանք վերադառնան օրինականության դաշտ, ես էլ չեմ տեսնում, դրա համար լուծումը մեկն է։ Նենց անել, որ իրանք չլինեն երկրի ղեկավարություն, իսկ դրա լուծումները այտենց ինչ որ համակցված ընտրություններ, ուրեմն փողոցային պայքար այդ բանաձևի մեջ է։ Մեկը առանց մյուսի երևի չի լինի, էլի։ Ես ես դա նկատի ունեի, որ այսօր այդ մարդկանց վերես adekvat։ Չէ, արդեն իրանք կարմիր գծեր այնքան վաղուց են հատել ու այնքան հիմնավոր ձևով է, հիմնավոր չէ, այնքան անվերադարձ ձևով են հատել, որ այդտեղ էլի բան չկա, տարբերակ չկա։ Քո պաշտպանյալի խոսքով ասեմ, որ արա դուք պետություն եք։ Արա փորձեք հələ բան պետության չափերի մեջ մնալ, պետության օրենքների մեջ մնալ։ Այդ գոնե այս բանը ինչ ասում, այս ուղերձը հնչի ինչ որ կեր։ Չէ, դա ինձ թվում է չի աշխատում արդեն, այս մարդիկ ուղղակի ոչ թե այս լիկվիդը վերջի
այս լիկվիդից հետո էլ չկա, էլի, որ լինում է, չէ, որ այդպես ռեկտորատի կողմից վերջին նախազգուշացում ստեղ արդեն վայրատ չկա, այս մարդիկ շանս չունեն պրոստը, էլի, շանս չունեն այն առումով, որ շանս չունեն լինելու նորմալ կառավարող համակարգ չկա, փչացել է արդեն։ Այն վազան, որ ջարդվում է արդեն, որ էլ չես կարող, всё հավաքես, ջարդված է արդեն։ Այս հետաքրքիր նոտայի վրա էլ ավարտենք այսօրվա երևույթը։ Ինտրիգային նոտայի վրա էլ ավարտենք։ Մենք հետևում ենք իրադարձություններին, քննարկում ենք դրանք, վստահ ենք, որ առաջիկա շաբաթ նույնպես իրադարձություններով լի է լինելու։ Մաղթում ենք, որ առանց զոհերի լինի եւ մյուս շաբաթ գոնե ռեժիմի զոհեր չլինեն, ինչպես այս շաբաթ օրինակ եղավ այդ խեղճ մարդում պաստառ ճղելու համար ըստ էության արդյունքում կյանքը կորցրեց, չգիտենք ինչ հանգամանքներում եւ անգամ եթե պաշտոնական վարկածը ամբողջությամբ ճիշտ է, այդտեղ ուղիղ հանցագործություն կա, ծանր հանցագործություն կա եւ պետության ներկայացուցիչների ես թվում է վերևից սկսած ուղիղ պատասխանատվություն կա։ Մինչ մյուս կիրակի հիշեցնենք, որ մեր հաղորդումը կարող եք դիտել ամեն կիրակի Antifake-ի YouTube ալիքով 20:00 Երևանի ժամանակով եւ 9:00, չէ՞։ 0:0, հա։ Կալիֆոռնիայի ժամանակով, Ամերիկայի արևմտյան ափի ժամանակով եւ այդպես շարունակ։ Հաջողություն։ Տեսություն։